Մեզ բացակա չդնեք պատգամը, որ տրվում է Սպիտակի մուտքին վեր խոյացող այս հուշահամալիրից ունի սրբազան նշանակություն։ Պատահական չէ, որ Լոռու մարզում Գագիկ Ծառուկյանն առաջինն այցելում է Սպիտակի զինվորական պանթեոն։ Սփոփանքի խոսքեր գտնելը դժվար է, որ թե կորուս ծնողներին մխիթարել է եւս։ Ձեզ համբերություն, այդ միշտ ցավը կա, դա միշտ սպին մնալու է։ Ազգի համար այնպես կյանքը տվը, պետք է ուշադիր լինեն ձեր հանդեպ, գոնե միշտ թեթևան։ Մեզ էլ ինչ կախված է որպես մարդ, իմացեք միշտ պատրաստ ենք։ Ամբողջ ազգը պարտական է արգելու, գնահատելու, աջակցելու, փառք ու պատիվ իրենց։ Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին։ Մերսի, որ հարգեցիք եք։ Համբերություն ձեզ։ Այնուհետև սպասված հանդիպումն է Սպիտակում գտնվող համակիրների հետ։ Աղ ու հացով լոռոցիներին բնորոշ ջերմությամբ, պարզ ու անկեղծ խոսքով են դիմավորում Գագիկ Ծառուկյանին։ Մայրիկի հետ էլ եմ աղոհած կերել, ատենց մայրիկից սենց լավ մարդ հացմվում, վերկա դուխ ու թասիք, որը դուք ունեք, ես ուզում եմ հայ ժողովուրդը դա հասկանա։ Բարով ժամանեցիք, բարոթան։ Սպիտակցիների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նախանդրադառնում է իշխանությունների սպառնալիքներին եւ իր սեփականության նկատմամբ ոտնձգության փորձերին։ Վստահեցնում է, որևէ ճնշում իրեն քաղաքական պայքարից հետ չի պահելու։ Բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից, կլելու ենք, վերցնելու ենք, Ջորջան է ձերն ով էր, այս ժողովրդի ցավը տանում ես 8 տարի, ի՞նչն է ձերը, ի՞նչ է ձեզ ասել, բացի պատկեր ավելանալուց, բացի վիճակը ծանրանալուց, բացի հարկեր-տուրքեր վճարելու, ճիշտ եմ ասում Ջորջան, թե սխալ եմ։ Այո, ճիշտ է։ Ծառուկյանին ահաբեկելով տունը խլելու ենք, ծերանոց հարկենք, այս է ցավը տանեմ, ծերանոց հարկող եք, այդքան բյուջե կա, մի 100 միլիոն ծախսեիք, մի 5 հատ ծերանոց սարքեք, ժողովրդի աշխին ուզում են դիվիդենդ շահեն, կարգին բան ասեք, Ծառուկյանի ցեմենտի գործարն ենք վերցնելու, ասում են տալիս ենք Ջորջան ձեզ, այս ցավը տանեմ, ժողովրդին տալը, նշանակում է սեփականություն, շահույթ, ժողովրդի իրագործին աշխատում է, ես պրեմիան էլ եմ տալի, վախտին գումարն էլ եմ տալի, դու ինչ է ժողովրդի մեջ փոխվելու, ես պատրաստ եմ ունեցվածքն էլ կորցնեմ, բայց իմ հայրենիքի իմ ժողովրդի հետ ես չեմ փոխի, ասել եմ, մինչև վերջել գնալու եմ։ Մարդիկ օգնել են թշնամանքից, բռնության ու ատելության խոսքից, վախի մթնոլորտ ստեղծելով, մարդկանց ձերբակալելով իշխանությունը ոչինչի չի հասնի։ Ժողովուրդը էլ չի ուզում հայ ու անգլիսի ցեղ շպրտել, բռնել, բաց թողել, Ջորջան ձերն է, վարչապետը Ջորջան դուք եք, ժողովրդին լարում եք, բռնում եք, չեք թողում խոսակ ամերիկու բառ արտահայտի, այդ ո՞ց դառա ժողովուրդը արդեն վարչապետն է, հեռացնում են, գործից են անում, անիմը դիմում չի գրեմ, բայց էլ դադի կտա կվերականգնվի, հետո այդ հիմումը, ով որ մակագրի անել է, նա պետք է իմանա, որ ամսի 7-ից հետո որտեղ է լինելու, նա ոնց է այդ մարդու երեսը նայելու, պետք է ասել են արել եմ, ես չէի կար, այդ չէի կարա դիմում գրի դուրս արի։ Հանրապետությունով ման եմ գալի, ես ասել եմ ցավը տանեմ, հարց եք տալի, ես չեմ ասում, բերանը պակեք տարեք, հեռացեք, կպեից կլու, խնդրեմ, իմ աղբեր, ասա, ինչ ես ասում, ես հարցին պատասխանեմ, դու իմ հարցին պատասխանեմ, այնպես որ Ծառուկյանը բնական իրական մարդ է, այս արհեստական չի, սարկած երկու բառ ասեմ հետո։ Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է նաև անվտանգային խնդիրներին, ընդգծում իշխանության պնդումը, թե խաղաղությունը իրականությանը չի համապատասխանում։ Հուսալի դաշնակիցներ, հզոր տնտեսություն, մարտունակ բանակ։ Սա է իրական եւ երաշխավորված խաղաղության հասնելու հստակ բանաձևը։ Ջորջան խաղաղություն են բերել, թող ցույց տան այդ մեծ խոսացողները։ Թուղթը, որ Ալիևի հետ ասենք ստորագրել են, տեսնենք որ երաշխավորված խաղաղություն է, ուրեմն մենք լիարժեք ասենք ճիշտ։ Ոչ մի երաշխավորված խաղաղություն չկա։ Ամբողջ ադրբեջանցիները բարձունքների վրա Գեղարքոնիկով, Սյունիկով նստած, ֆունդամենտները բետոնից դրած, մեծ սպասելիքներով արևմտյան Ադրբեջանի վերականգնման, վերակառուցման հարցերի շուրջ։ Եթե պատասխանատվություն ես վերցրել քո երկրի, քո ժողովրդի համար, երկրը տամուր պետք է լինի, ժողովուրդը բարեկեցիկ, ապահով երջանիկ պետք է լինեն։ Չես կարող անես, տեղը զիջի, մեղքի տակ մի մտի։ Երկրաշարժից 38 տարի անց Սպիտակում դեռ 400-ից ավելի վագոն տնակ կա։ Բնակիչների մտահոգությանն ի պատասխան ԲՀԿ առաջնորդը խոստանում է, իշխանության գալու դեպքում դրանք կարճ ժամանակում կփոխարինվեն բնակարաններով։ 38 տարի է
երկրաշարժը անցել է։ Մարդիկ դոմիկներին թթվում են, ում դիմում ես ասում, Ուրեմն չկա։ ես ձեզ խոսք եմ տալի ոնց որ Գյումրիում հնարավորություն դեպքում 25000-ով այդ 400 դոմիկը տեղում կկառուցվի այդ միլիարդների մեջ, ճիշտ հասկացա։ Ես ձեզ ասում եմ, անմիջապես 3000 դոմիկներ Գյումրիում կա, ու մենք պետք է մասնավորինել կցենք, միլիարդատեր հայր ունենք, որ իր անունով կոչենք, հոր անունով կոչենք, դա թաղամասը կսարքի, պետքա կապ, պետքա մոտեցում, պետքա աշխատանք, պետքա ցանկություն, ժամերով կարամ ձեր հետ խոսեմ, ժողովուրդ, ժամերով։ Հիմնական չէ, հանդիպ սպասում ենք ցավը։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է, իրեն ոչինչով չեն կարող վախեցնել։ Ժողովրդի վստահությունն ու հայրենիքի ապագան ամեն ինչից վեր են։ Ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, սաղ աշխարհով մենք ճանաչում էլ ունեմ, հարգանքել ունեմ, գործել ունեմ։ Աշխարհի ինչքան ճանաչված մարդիկ կա եւ ազդեցիկ հայր կա, բոլոր հետ էլ շփվում եմ։ Բոլորն էլ ուզում են իրենց երկրին օգտակար լինեն։ Ամենակարևորը մարդու գործն է, ժողովրդի վստահությունն է, ձեր ցավը տանեմ։ Իմացեք, դա պահել եմ, պահպանեմ, որ դուք էլ միշտ ասեք Ծառուկյանի ցավը տանեմ։ Տղամարդ, խոսքի տեր մարդ է, որի մազգակիցներն էլ իմ տղերքն էլ հպարտ քայլեն, որ Ծառուկյանի տղերքն են, Ծառուկյանի թողնեն։ Շնորհակալ եմ ձեզ։ Որպես հիշատակ այս հանդիպումից սպիտակցիները Գագիկ Ծառուկյանին խորհրդանշական նվեր են հանձնում։ Ելույթից հետո ջերմ գրկախառնություններ են, լուսանկարներ ու հավատ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեր ժողովուրդը շտկելու է ողնաշարը։ Շատ լավ։ Գնացի գիտես որ բան է Հիսուսի։ Այո, տեսել եմ։ Այո։ Շնորհակալ եմ։ Քոցավը ես եմ շնորհակալ։ Հավաստագիր տվինք է։ Հա, վերեմ կորյալ։ Հակապցրապատին քոցավը կծրել է։ Ասով սա։ շնորհակալ եմ։ Հաղթանակ մաղթելով գալիք ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ համակիրները քայլերթով շարժվում են Սուրբ Հարություն եկեղեցի, իրենց ուզող մնացած հարցերը քննարկում երթի ընթացքում։ Եկեղեցու մոմավառությունը ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։ Գնացիք, ստեցում դες։ Լավ եղեք, ստեցում։ Բարձր ծափերով դիմավորում են Գագիկ Ծառուկյանին։ Լոռու մարզում հաջորդ կանգառը Ստեփանավանն է իր ջերմ ու հյուրընկալ ժողովրդով։ Իբրև սպորտի երախտավորի Գագիկ Ծառուկյանին դիմավորում են կարատեի նորընծայ չեմպիոնները։ Նրանց մարզական հաջողությունների գործում անուրանալի է Գագիկ Ծառուկյանի ավանդը։ Ուզում եմ իրակոդին ծվիրից ես պարոն Ծառուկյան ջան։ Շնորհակալ եմ։ Սաղ չեմպիոն է։ Մեր չեմպիոնները պարոն Ծառուկյան ջան։ Ապրեք, շնորհավորում եմ։ Ստեփանավանում ձեր հովանավորությամբ կառուցված զալում ինքը պարապմամբ բերել ենք այլ երկրից։ Շատ ուրախ եմ, ապրեք։ Շատ ուժեղ մարզիչ է։ Հայրը չգիտեմ։ Գագիկ Ծառուկյանին այստեղ սպասվում է անակնկալ։ Հայրենի հողում ընկերոջը տեսնելու է եկել ծառայեկից ընկերը։ Հատվածը կխնդրեմ բացեք ժողովուրդ ջան։ Տարածքը բացեք, հա, մեր բարի խումբը։ Յա, ընտրությունից հետո կբերես մոտ։ Անպայման։ Հունիսի 7-ից հետո կգաս մոտ։ Անպայման։ Սպասեմ։ Ստեփանավանցիներին ուղված խոսքում ԲՀԿ ղեկավարը անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին։ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով ուղղակի կամ անուղղակի մեղադրում է Ռուսաստանին Արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Գագիկ Ծառուկյանը հագադարձում է փաստերով։ Ջորջան ասում է, ես եկել եմ հող տալու, խես հող տալու, տաղու նման եմ, ես հող եմ տալու։ Արցախը դա Հայաստանն է ու վերջ։ Ու մի անգամից Չեխիայում հայտարարեց Արցախը դա Ադրբեջանն է ու վերջ։
Էլ Ռուսաստանը ինչ պետք է ասել։ Ադրբեջանն էլ ասեց եղբայր իմ տարածքն է, Հայաստանը ընդունել է, թողեք գնացեք մեր տարածքից։ Այսօր էլ Ռուսաստանի հետ թշնամանում ենք։ Ինչի համար ենք թշնամանում։ Ավելի լավ ճանապարհ ունենք։ Մարդիկ գնում են դուրս աշխատում են, մարդիկ ապրանք են արտահանում, ամսական 160 միլիոն տրանսֆեր է գալի Ռուսաստանից։ Ռուսաստանի նախագահի ելույթը լսեցիք, ասում է հայ ժողովրդի հետ մենք բարեկամներ ենք, հարազատներ ենք, մենք չենք ուզում որցե մի բան, բայց այդ ղեկավարությունը որոշում է, մեր հետ թշնամանա, մեր հակառակորդը հետ լավանա, կողմ որոշում եք, ձեր ցավը տանեմ, ուզում եք որոշողը դուք եք։ Ռուսաստանի կողմից սահմանափակումները լուրջ մտահոգություններ են առաջացրել հանրության շրջանում։ Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է այն կորուստները, որ արձանագրելու է մեր տնտեսությունը անհեռանկար արտաքին քաղաքականության հետևանքով։ Այսօր ճանապարհները փակ է, մարդիկ վարկ են վեկալել, աշխատավարձ չեն կարողանալ տան, բանկի վարկերը չեն կարողանալու, ծաղիկը, միրգը, պամիդորը, վարունգը, բիբարը, կալուպնիկը, սա կոնյակը, ասեն, գինին փակել են, ինչ է լինելու։ Եվ չեն կարողանալու գնան, դրսում աշխատեն, փող բերեն, այդ 160 միլիոնը գա։ Բացի դա, գազն էլ լինելու է եվրոպական գներով, 600 եվրո, 160-ի փոխարեն։ Դա մեզ զերա տալի, ժողովուրդ ջան։ Այսօր մարդիկ եթե չեն կարողանում իրենց ապրանքը տանեն, վարկերի տակ են, աշխատավարձ պետք է տա։ Գոն այսօր մեր ղեկավարությունը պետք է բանկերին ասին, կամ այդ վարկի տոկոսները սառացրեք, կամ պետությունը պետք է փակի, մինչև ճանապարհ գտնի։ Ոչ մի ճանապարհ էլ չեն կարող գտնել։ Հանդիպմանը մասնակցող տարեց բնակիչներից մեկն ունի երկու հարց։ Ես համոզվել եմ։ Այո։ Հաղթանակը միայն ապահովում է Այո։ այն կուսակցությունների, քերների հաշվին, որոնք կմիանան։ Հաջորդ հարցը Ռուսաստանի հետ կապված։ Հայաստանի ժողովրդի իրավիճակը գալիք վտանգներից ինչպես պիտի ապահովագրվի։ Օրեմ եթե մեզ հնարավորություն տրվեց, անմիջապես սա կարգավորվելու է, ճանապարհները բացվելու է, ներդրումները արվելու է, մենք մեզ գալու ենք ազատ, հզոր, բոլոր իրավունքները օգտագործելով։ Սա ոչ թե միայն ես եմ ասում, դուք հետևում եք եւ Լուկաշենկոն ասում, Վլադիմիր Վլադիմիրն ասում, հայ ժողովուրդը մեր բարեկամներն են, մեր հարազատներն են, մենք չենք ուզում մեզնից հեռանան, գնան մեր թշնամիների հետ, ասում է, եկեք խոսենք, ինչ եք ուզում, մենք պատրաստ ենք, բայց չի լինի, որ մենք թույլ տանք մեր թշնամիներին, դուք աջակցեք եւ օգնեք։ Ռուսաստանն էլ ունի բաց թողումներ, ժողովուրդ, ես չեմ ասում չունի, բայց պետք է կլոր սեղանի շորց խոսանք, 1000 տարվա պատմություն կա, բաց թողում կա, շտկենք, զարգացնենք եւ մեջերս պինդ լինի, եւ մեր դաշնակիցը ուժեղ լինի, եւ հնարավորություն ներդրում լինի, ճանապարհներ բաց լինի, կարողանանք զարգացնել, ծաղկացնել։ Իսկ այսօր ոչ մեկը չի կարա 51% հավաքի։ Անպայման պետք է համախմբվենք, ով շատ ձայն հավաքեց, նայել վարչապետի տեխնացիոն առաջարկումը եւ մենք միասնական դա իրականացնում ենք։ Հասկանալի է։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել նաև 3 տարի առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 ժամկետային զինծառայողներից մեկի հայրը։ Դատաքննության ընթացքից դժգոհ է, արդարություն է պահանջում։ 15 տաղու խարխուր տան մեջ տարան այրեցին 10 րոպեում ու բերին տվեցին մեզ ու գործը փորձում են փակեն։ Ծածկադմփոց է արվում։ Պաշտոնական վարկածի մեջ չեմ կարող տեղավորվեմ ուղակի։ Հիմա ես ուզում հասկանամ ձեր օրակարգում կա այդ տղեկի հարցը, մեր երեխեքի հարցը, ասենք իշխանապողության դեպքում ինչքանով եք հետամուտ լինելու այդ գործի բացահայտմանը։ Ես ցավակցում եմ, խոնարհվում եմ, դա այն հարցն է, որ ցանկացած հայ որպես մարդ, որպես հայր, որպես տղամարդ պարտավոր է հարգելու, խոնարհվելու։ Ոչ մեկ ընտանիքին չեմ ցանկանա։ Այդ այն դաժանությունն է, որ դա ասելու բան չի եղբայր։ Ինչ էլ ասենք, միևնույն է, այդ վիշտը այդ սպին քո կյանքում չի կարող ասնի։ Քո պահանջը արդարացիա, լիազեկ մարդիկ պետք է հետամուտ լինեին, որ կարողանային ծնողներին պատասխան տալ։ Կորցնելուց հետո մարդը ուզում է գոնե մեղավորները պատժվեն։ Միթե թե մխիթարվեն, այսօր այդ դադախազ, մյուսը գիտեք պատվել կատարող են։ Պատվել, մարդը պետք է գիշերը հանգիստ կնի։ Թող ինքը Աստված չանի, չեմ կամենում։ Թող իր երեխայի վրա վեկալի։ Ինչի պատճառով ասենք թե նոր ծիլ, նոր մի տան ճրակ ու անհետևողական։ Լավ է որ դիմանում ես, եղբայր ջան, ես քեզ ասեմ։ Արդեն ուշ չկա, պարոն Ծառուկյան, էլ դիմանալու էլ չի։ Ես քեզ խոսք եմ տալի, որ անմիջապես ով կլինի այդ գործը վարելու քնչական վարչապետ, դադախազ, մեղավորները պարտավոր են պատժվելու ամենադաժան պատճառ։ Իրենց անշահության պատճառի համաձայն։
Խնդրեմ։ Կորցրածը հետ չենք բերի։ Ես էլ շատ լավ եմ հասկանում, անդառնալի է, բայց իրանք ինքան փնթի են, որ այսօր չեն կարում գոնե գործը բացահայտեն, որ ծնող իրա դարդով նստի միջև կյանքի վերջը տանջվի ու տենա իրա վերջը երբ է գալի։ Օրեմ ես կարծում եմ այսօրվանից հետո շատ խոցելի է, որ անպայման իրենք պետք է բացահայտեն շուտ, որ հերթը մեզ չհասնի։ Այնպես որ հանգիստ է։ Մեր խնդիրներից մեկը անձնական շահը բարոյական արժեքներից վերդասելն է, միմյանց թիկունքից հարվածելը եւ որ ավելի վատ է դավաճանելը, ընդգծում է հավաքի մասնակիցներից մեկը։ Դավաճանություն, բարգավաճում էլ կա։ Գա ժամանակը ես կասեմ, որ մարդը իր պաշտոնի համար, տակտեղի համար իր այդ սրբությունը ընտանիքի անդամ լինելով, որ նա կարողացել է ուրանալը դա ոչ ժողովուրդը կընդունի, դավաճանությունը, ոչ էլ Աստված վերևը կընդունի։ Ով քեզ պահել է, մեծացրել է, բարձրացրել է, հզորացրել է, եթե դու պիղծես, ուրեմն դու մարդ չես։ Դա ժամանակը գա ասեմ, դա չի ընդունվում։ Ձեր տեսակը, կառուցող տեսակը, Ծառուկյանը ասեց, արեց։ Դուք այսօր բերել եք սեր, արև, խաղաղություն եւ ուրախություն։ Այդպես միշտ է լինելու է։ Ամենակարևորը ոչ թե Ծառուկյանը հատելություն, թշնամանք է սերմանում, բացություն, բարոյություն, հաշտություն, համերաշխություն, խաղաղություն, ձեր ցավտարեմ։ ԲՀԿ առաջնորդն անդրադառնում է նաև ընտրակաշառքի մասին իշխանության տարածած լուրերին, ընդգծելով, որ դրանք սուտ են, իսկ նպատակը ճնշում գործադրելն է։ 99% շանտաժը թող մեկ ասի, որ փող են առաջարկում, որ գաք մեծ ձայն տակ։ Այսօր նայելով, որ ժողովրդի մեծամասնությունը արդեն թեքվում է, գալիս է այսան, հավատալով, որ խոսքի մարդ է, գործի մարդ է, վախացնելու համար, մարդկանց մի օրով, երկու օրով, ձերբակալ թիմին վախացնելու համար։ Եթե ձեր ղեկավարը կուսակցության չի վախում, դու պինդ կանգնեք, մինչև ես գնալու եմ, ասածներս մի բան էլ ավել անել եմ։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին, տեր լինել վաղվա օրվան։ Բարգավաճով չի սահմանափակում։ Այսօր հավաքվածները տարբեր կուսակցությունից մարդիկ կան այստեղ։ Բոլորին մի բան է տալու, բոլորս հայ ենք, որ հիմնական երկիրը խաղ լինի, մարդը գործ ունենա, կարողանա իր հարցերը կարգավորի, իր ընտանիքը բարեկեցիկ պայի, ուրիշ բան չի ուզում մարդիկ։ Դրա համար այսօր ասում եմ հաշտություն, համերաշխություն, գնում եք ընտրության, անպայման մասնակցեք։ Ես չեմ ասում ինձ ձեն տվեք Ժորժ ջան, մենակ դու գնացեք ընտրության, ձեր հոգու խղճի առաջ, ընտրությունը կատարեք, մտածելով այդ ընտրությունից կախված է ձեր վաղվա օրը, ձեր երեխաների վաղվա օրը։ Կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ, էլի է ձեր Ծառուկյանն եմ, բայց մեղքը ձեր վիզին։ Ստեփանավանցիներին հրաժեշտ տալուց առաջ միասին շարժվում են դեպի զոհված ազատամարտիկների պուրակ։ Երթուղին անցնում է միմյանց հերթ չտվող լուսանկարներով, կրկին իրենց քաղաքում Գագիկ Ծառուկյանին հանդիպելու ակնկալիքով։ Լամիրոպ է ոչ մեկը չխանգարեք, ընկեր Ծառուկյանի հետ նկարվենք։ Ես էլ Ռեմբոյի հետ եմ նկարում, Ռեմբոյի։ Երկու կրկին կյանքին մերվեք։ Միասնական համախմբված։ Դուք այս քաղաքը այս են պատմավոր հյուր եք։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկները խոնարհում ի հիշատակ մեր քաջորդիների։ Նրանց սխրանքն անմահ է, անունը միշտ վառ։ Հայաստանի հյուսիսային դարպասի վերջին կանգառը Ալավերդիում է, բայց մինչև այդ կարճատև անակնկալ հանդիպումն է օձունցիների հետ։ Մարդիկ ցանկացել են բարի գալուստ ասել Գագիկ Ծառուկյանին հաղթանակ մաղթել նրա ղեկավարած ուժին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, մեր բոլոր ժողովրդի կողմից, որ դուք միշտ կանգնած եք իրենց ցիկունքում, սրտե ձեզ հետ են, վախի մթնոլորտը թույլ չի տվել բոլորը ներկայանան։ Գիտեմ, Գորգյան, ուրեմն գիտեմ եւ բոլոր տեղերներ ես չեմ ասի գնամ, մենակ բոլորին տեղեկ տվեք, որ գիտեմ խնդիրների խնդիրների մասին։ Հանդիպումը կարճատև է, բայց բովանդակալից։ Նախ նվեր են հանձնում Գագիկ Ծառուկյանին, իսկ հետո սեղանի շուրջ հրավիրում։ Շնորհակալ եմ, լավ լինենք, լավ առիթներով հանդիպենք, Աստված պահապան։ Թող Աստված մեր երկին, մեր ժողովուրդ։ Լոռիում հանդիպման վերջին կանգառը դեպետի գլխին հպարտությամբ վեր խոյացած Ալավերդիում է։
Հայաստանի հյուսիսային դարպասում եւս հնչում է Գագիկ Ծառուկյանի գլխավոր ուղերձը։ Հարգելի սիրելի ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ի սրտե, անկեղծ, ժպիտով, փայլով, շատ տպավորված եմ։ Ես եկել եմ այսօր այստեղ լավ լուրերով։ Ամենակարևորը, ժողովուրդ, իմացեք, որ լինելու է լավ փոփոխություններ, որ փող եք աշխատելու, գործ եք ունենալու, դրամատուրգների հետ բարձր լինելու։ Իսկ լավ փոփոխությունների ալիքը գալու է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի բացումից հետո։ Փրկչի արձանի կառուցման գաղափարը Ծառուկյան ընտանիքինն է, սակայն համայն հայությունն է մաս կազմում այդ մեգանախագծին։ Յուրաքանչյուր մարզի, այդ թվում Լոռվա բնակիչները իրենց առօրյա կյանքում են զգալու դրական փոփոխությունների շունչը։ Հիմա պատկերացրեք, որ եթե Հայաստան գա 20 միլիոն Բրազիլիա չգնա, Բրազիլիան ինչ կապ ունի, եթե մենք աշխարհի առաջին քրիստոնեազն ենք, պատմության մեջ առաջինը մենք ենք, որ պետականն ընդունել ենք։ Սաղ մեր մոտ են գալու 20 միլիոն, եթե տուրիստ եկավ, $5,000 գրպանը պետք է լի, որ գա, անմա 100 միլիարդ, ժողովուրդն է դրանից օգտվելու։ Աշխարհում չկա սենց տեսարան, սենց օդ, իր գետներով, իր անտառներով, իր հանգստի գոտիներով, գալու են, մնալու են, ծախսելու են, այդ 100 միլիարդը իմ երկրում է մնալու, տաքսիստն էլ առնելու, գյուղացին էլ առնելու, քաղաքացին էլ առնելու, փոքր ու միջին բիզնեսն էլ առնելու, աշխատատեղերը լինելու, եւ գալու են Լոռ են գալու, Ալավերդ են գնալու, Սևան են գնալու, 7 օր չեն առնելու նստեն Երևանում, 2-3 խոշոր ներդրում, բոլորն էլ զբաղմունք ունենալու են, բոլորի դեմքին էլ ժպիտ է գալու, բոլորն էլ փող են աշխատելու, այնպես որ մենք արածա երկուսն էլ կանենք ժողովուրդ։ Մեգանախագծի մասին տեղյակ է ամբողջ աշխարհը։ Միջազգային մամուլի գլխագրերը հպարտություն են առաջացնում յուրաքանչյուր հայի սրտում։ Կաննի կինոփառատոնում նախագիծն իր արժանի տեղն է զբաղեցրել։ Այս տարի կանում կինոփառատոններ կանում, ես մարդ եմ ուղարկել, ծրագիր եմ ուղարկել, ծանոթանալով, որ իրանք էլ գան, բոլորի ցանկությունը եւ ժուրնալում գրել են, փոքրիկ պետություն, մեծ ամբիցիաներով ժողովուրդ։ Մենք մեծ ամբիցիաներով աշխատող ժողովուրդ ենք։ Դրա համար ասեցի, մի հատ էլ Նոյան տապանն եմ սարքում, որ մենք կարողանանք մեր եղածը աշխարհին ներկայացնենք։ Ես ավելորդ բառեր չեմ ասում, ես առաջի էջին գրած է։ Մենք աշխարհի առաջին քրիստոնեազն ենք եւ Աստված մեզից երես չի թեքելու։ Մեզ հնարավորություն է տալու, լավ փոփոխություններ է լինելու։ Բոլորդ էլ փող եք աշխատելու, տուրիզմը զարգանալու է։ Քրիստոսի արձանի գաղափարը միավորեց աշխարհասփյուռ հայությանը։ Սփյուռքի մեր հայրենակիցները պատրաստ են իրենց մասնակցություն ունենալ բազմաթիվ նախագծերում, նպաստել մեր երկրի շենացմանը։ Սփյուռքի նախարարությունը պետք է բացվի։ Մեր Սփյուռքը մեր հայրենակիցներն են, երես են թեքել, նեղվել են մեզին։ Անպայման պետք է բացենք, ամրացնենք այդ կապերը։ Եվս մի խորհրդանշական նվեր այս անգամ ալավերդցիներից։ Պարոն Ծառուկյան, շնորհակալություն Ալավերդի քաղաք ժամանելու համար։ Մենք բոլորս գիտենք, որ ձեր խոսքը գործ է, ձեր խոստումները միշտ ռեալ են, իրական ոչ թե գեղեցիկ, ընդհանրապես գեղեցիկ խոսք է։ Մեր Ալավերդի քաղաքը ունի խորհրդանիշ, դա քարե կամուրջն է, որպես հուշանվեր ձեզ են նվիրում Ալավերդի քաղաքի քարե կամուրջի նկարը։ Այս կանից մոտ եմ ասում, այս նկարն էլ թանգարանում է կախվելու, տակը գրվելու է Ալավերդու քաղաքից, որ մարդիկ հետաքրքրեն ցանկություն հայտնեն, տուրիստները, որ Ալավերդի էլ գան։ Շնորհակալ եմ, տպավորված եմ, այդ վստահությունը, հավատքը պահելու եմ եւ պահպանեմ։ Լոռեցիների հյուրընկալությունից ու ջերմությունից տպավորված է հեռանում Գագիկ Ծառուկյանը։ Մարդիկ հրաժեշտ են տալիս մաղթելով հաղթանակ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Մեկնացիք, շնորհակալություն, ստեցություն, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։